Մենք շատ ենք խոսել երևույթի մասին եւ ես միշտ շեշտադրում անում եմ պետք չի վախենալ, վախը մարդու ամենամեծ թշնամին է, վախը մարդու ամենամեծ վտանգ ներկայացնող իրավ, վախեցեք ձեր մեջ եղած վախից, ոչ թե արտադրությունից։ Այսօրվա մեր թեման եթե վերաբերվի արտադրություններից, ապա այս հնարավորինս կփորձեմ խոսել միայն տղամարդկանց խնդիրներից, որտեղ կանանց մոտ արտադրության առկայությունը արդեն իսկ ենթադրում է գինեկոլոգիական խնդիրներ, ինչի մասին գիտեք ես չեմ անդրադառնում եւ չեմ խոսում, չնայած կարելի է երկու բառով ուղղակի ասել, որ ցանկացած իրավիճակում, եթե նույնիսկ կնոջ մասին մենք խոսենք մնալով մեր մասնագիտության շրջանակներում, այլ ուղղակի ընդհանուր բժշկության տեսանկյունից հարցին մոտիկանանք, ապա այո, դեղին արտադրությունը միշտ խոսում է խնդրի մասին։ Իսկ ինչ վերաբերում է տղամարդկանց, եւ պետք է տղամարդիկ անհանգստանան եւ դիմեն բժշկի կապված արտադրության հետ ցանկացած դեպքում։ Արտադրություն ուղղակի տղամարդիկ չպետք է խառնեն գրգռվածության ժամանակ եղած լորձանման արտադրության հետ։ Դա լյուբրիկացիան է։ Դա լյուբրիկացիան է, որի նպատակը առնանդամի գլխիկի խոնավեցումն է, որը հեշտ է դարձում սեռական հարաբերության սկիզբը եւ հնարավորինս զերծ է պահում կնոջը սեռական օրգանների տրավմայից։ Բայց լյուբրիկացիայի առկայությունը դուք գիտեք, եթե չգիտեք, իմացեք, ոչ բոլոր տղամարդկանց է բնորոշ։ Տղամարդիկան իրաց մոտ չի լինում լյուբրիկացիա։ Դժվարանում եմ կոնկրետ ինչ-որ բացատրություն տամ, բայց հարցումները, որոնք ես իրականացնում եմ առաջնային կոնսուլտացիայի ժամանակ, կան տղամարդիկ, որ չեն նշում լյուբրիկացիա, ես մի քիչ չեմ կարող վստահ ասել, իրանք կարող է չեն նկատում, որտեղ լյուբրիկացիան ինքը ընդամենը 3-4 կաթիլ է լինում եւ հնարավոր է մինչեւ շորերը հանել եւ այլն, բայց ուղղակի չնկատի, թե չէ, ինձ թվում է լինելը բոլորի մոտ է լինում, էլի նորմայում, նորմալ ֆիզիոլոգիական պայմաններում։ Արտադրության բնույթը դեղին արդեն իսկ խոսում է բորբոքային process-ի առկայության մասին, չնայած մենք կարող ենք ունենալ խլամիդիա եւ ունենանք թափանցիկ արտադրություն, պարտադիր չի դեղին արտադրությունը հիմնականում գոնորեայի ժամանակ է լինում, որտեղ նա շատ ակտիվ, ագրեսիվ միկրոբ է, լավ ասեցի, ագրեսիվ միկրոբ է իր ընթացքով եւ բնորոշվում է հենց ակտիվ թարախային դեղին արտադրությամբ, միզելուս մռմռոցի, այլոցի, ծակոցի զգացողությունով։ Դրանք միշտ պետք է անհանգստության տեղիք տան, ես չեմ կարողացել հասկանալ եւ չեմ հասկանա մարդկանց, ովքեր ունեն արտադրություն, ունեն բորբոքման է բնորոշ բոլոր նշանները, բայց նստած տունը երջանիկ իրանց համար չեմ կարող պատկերացնել։